Hello, humans, and welcome to the Doing Digital Forum 2025. Let's invite one special person to the stage, really the person who engineered this whole thing. Let's put our hands together and welcome the founder of Doing Digital Forum, the co-founder of Spring PR, Tatevik Simonyan. Արդեն երրորդ տարին անընդմեջ մենք անցկացնում ենք այս թվային բիզնես տոնը, որպեսզի միասին մատնանշենք սրընթաց փոփոխվող աշխարհում ռազմավարական ուղղություններն ու ապագայի տեխնոլոգիական տեսլականը։ Dear speakers, the future is already here, as we saw, driven by groundbreaking technological advancements. Your active participation in our forum not only adds immense value to our efforts, but also reaffirms that the Doing Digital Forum has become one of Armenia's flagship platforms on the global stage. Այսօր Doing Digital Forum-ը դարձել է միասնական հարթակ, որը համախմբում է ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգի բոլոր դերակատարներին, պետական կառույցներին, գործարար ու փորձագիտական համայնքին, միջազգային կազմակերպություններին, աշխարհի լավագույն մտքերին։ Տեխնոլոգիական ցունամին, այո, այստեղ է, լի նոր հնարավորություններով, նոր գաղափարներով։ Եվ հարցի պատասխանը։ Փոխակերպումների այս դարաշրջանում մենք ուղևորն ենք, թե նավը ղեկավարողը։ Պետք է լինի հստակ, որովհետև ապագան չի սպասում։ Եկեք առաջնորդենք փոփոխությունները։ Doing Digital Forum 2025-ը հայտարարում եմ բացված։ Doing Digital 2025-ի հիմնական թեման ապագայի փոխը եւ դրա տնտեսական ազդեցությունը, այսինքն ինչպիսին պետք է լինի եւ ինչպիսին ենք պատկերացնում, ինչպիսին ենք կերտում ապագայի փողը եւ փողի ապագան եւ տնտեսության տարբեր ոլորտների վրա ինչպիսի ազդեցություն է ունենալու։ Մենք խոսում ենք AI տեխնոլոգիաների մասին, AI ագենտների օգտագործման մասին, ինչպիսին է լինելու ապագան ոչ միայն փողի եւ տնտեսության, այլ նաեւ մարդկության, որովհետեւ ինչպես տեղյակ եք, ամեն տարի Doing Digital Forum-ը հիմնական խոսնակ է հրավիրում որպես ֆուտուրիստի եւ խոսում ենք ապագայամետ մոտեցումների մասին, իհարկե հիմնված դատայի վրա եւ Գերդ Լեոնարդը այս տարի բավականին հետաքրքիր խոսք ունեցավ այն առումով, որ ապագան շատ հետաքրքիր է, բայց ամենակարևորը, որ մենք վերցրեցինք այդ խոսքից, այն է, որ մենք ենք դա կերտում եւ ապագան ինչ որ հեռավոր մի բան չէ, հա, նույն փողի ապագան մի հեռավոր մշուշում չէ, այն այսօր է եւ մենք կերտում ենք այդ ապագան, այն կլինի այնպիսին, ինչպիսին մենք իրեն կստեղծենք։ Հենրի Արսլանյանը իհարկե խոսեց կրիպտոյի բոլոր երանգների մասին, ինչպես նաև առհասարակ բիթքոյնի որպես հիմնական կրիպտոասեթի կամ ռեզերվային պահուստային ֆոնդերում օգտագործելի մասով եւ հենց հիմա պանելային քննարկումն է գնում, որտեղ բավականին թեժ քննարկումներ են։ Արդյոք արժե այդպիսի մոտեցում ունենալ, թե ոչ, բայց ամենակարևորը, որ վերցնում ենք այս քննարկումից, նաև այն է, որ պետք է փորձել տեխնոլոգիաները, պետք է փորձարկել, պետք է ծանոթանալ, ոչ թե ուղղակի ասել, որ աշխարհում կա բիթքոին եւ անցնել առաջ, այլ հասկանալ ինչպիսին է այդ տեխնոլոգիան, ինչպիսի հնարավորություն է տալիս հենց այդ արժույթ, հա, կամ ոչ միայն բիթքոին, օրինակ stable coin-ներից էլ խոսեցինք, հա, այսինքն առհասարակ տեխնոլոգիաներին ծանոթանալը, դրանք կիրառելը, փորձարկելն է շատ կարեւոր, որովհետեւ միայն փորձառություն ունենալով դու կարող ես անել հետևություններ, դու կարող ես հասկանալ ինչքանով է դա քեզ համար հետաքրքիր թե ոչ եւ ի վերջո ուղակի ծանոթանաս այն ենթակառուցվածքին, որը ամբողջ աշխարհը այսօր քննարկում է անում, ինչպես նաեւ խոսելու ենք e-commerce-ից, որովհետեւ ունենք Amazon Web Services-ը որպես մեր գործընկեր եւ երկու խոսնակ ունենք Հայաստան ժամանած, խոսելու ենք Amazon-ի real case-երի հիման վրա եւ real փորձի հիման վրա e-commerce-ի զարգացման մասով եւ դա շատ մեծ հետաքրքիր կոնտենտ է եւ նաեւ գիտելիք առհասարակ տարբեր ոլորտների կազմակերպությունների համար, ովքեր որ հենց էլեկտրոնային կոմերցիայով են զբաղվում։ Visa ընկերությունը խոսելու է նրա մասին, որ AI-ը պետք է փայփայել, պետք է կիրառել, թե ինչ ուղղություններով արդեն կլինի հաջորդիվ։ Մի խոսքով բավականին տարբեր քննարկումներ ունենք, աշխարհի տարբեր երկրներից ժամանած 20-ից ավել խոսնակներ, ովքեր բավականին թեժ քննարկումներ են ունենում եւ հարցեր են թողնում։
Ի սկզբանե Doing Digital Forum-ի հիմնական նպատակներից ամենակարևորն ու առաջնահերթը եղել է Հայաստանը որպես digital տրանսֆորմացիայի hub, թվային տրանսֆորմացիայի փոխակերպման hub դիրքավորելը, նաև առաջադեմ քննարկումներ անելով, մանավանդ քայլելով այսօր համաշխարհային օրակարգով, որովհետև առհասարակ փողի ապագան քննարկվում է բավականին ակտիվ, նամանավանդ Ամերիկայում վարչակազմի փոփոխություններից հետո, որովհետև քաղաքական որոշմամբ երկիրը առհասարակ 180 աստիճանով փոխեց իր մոտեցումները կրիպտոասետների եւ առհասարակ digital փողի հանդեպ եւ նաեւ Հենրին բավականին հետաքրքիր զուգահեռներ էր տանում այն առումով, որ ինչպիսին է եղել օրինակ նույն Doing Digital-ի ժամանակ անցյալ տարի մեր քննարկումները, երբ Brad King-ն ասում էր, որ օրինակ Ամերիկան բավականին կոնսերվատիվ է, ռիսկին ավելի միտված, կարգավորումներ, ռիսկայնություն, digital ասետների հետ կապված եւ այլն, իսկ այսօր մենք ունենք կառավարություն, որը օրինակ Bitcoin-ով պահուստային ֆոնդերն է համալրում, այսինքն բավականին 1 տարվա ընթացքում հետաքրքիր փոփոխություններ են եղել եւ նաեւ այդ ամբողջ գիտելիքը բերել Հայաստան, ինչպես նաեւ Հայաստանի փորձը արտահանել, որովհետեւ մենք էլ այստեղ ունենք խոշոր ընկերություններ, ստարտափեր, կրթական համակարգեր, ինչպես նաեւ մեր պետությունը ամենաբարձր մակարդակով ներկայացված է կենտրոնական բանկը, գիտեք, որ լինելու է կարգավորումը եւ քննարկվում է շուտով մոտավորապես ինչքան տեղյակ եմ 2 շաբաթ հետո արդեն կներկայացվի ազգային ժողովի քննարկմանը եւ բավականին այսպես հետաքրքիր համընկնում եղավ, ես կասեմ, տեղավորվեց օրակարգի մեջ եւ միջազգային եւ հայաստանյան, որովհետեւ մենք գնում ենք կարգավորման, մենք գնում ենք այս հետաքրքիր մոտեցումները ֆիքսելու եւ խաղի կանոններ հաստատելու ու կարծում եմ բավականին կարեւոր է, ինչպես նաեւ միավորումը։ Doing Digital Forum-ը միշտ միավորող է եղել եւ այսօր էլ մենք միավորել ենք իրար հետ շատ թեժ մրցակցող ընկերությունների, ամենախոշոր ընկերություններն են այստեղ, բոլոր բանկերն են այստեղ, խոշոր եւ միջին բիզնեսն է այստեղ, ՏՏ ընկերություններն այստեղ, այսինքն պետությունն է բավականին մեծ կազմով ներկայացված եւ տարբեր նախարարություններից ունենք մասնակիցներ, այսինքն միավորել, քննարկել եւ մրցակցությունից զատ միասին կազմավորել մեր երկրի օրակարգը եւ առհասարակ այն ապագան, ուր ուզում ենք մենք գնալ։ Doing Digital-ը չի տանում ինչ-որ մի ընկերության օրակարգ, այսինքն այն կոմերցիոն ընկերության օրակարգը չի առաջ տանում կամ որևէ պետական կառույցի օրակարգը կամ միայն միջազգային օրակարգը չի բերում, այն բոլորի օրակարգն է եւ միասնական օրակարգ ձևավորելով իհարկե մենք ունենում ենք քննարկումներ, օրինակ կրիպտո կարգավորումների հետ կապված կենտրոնական բանկը անցյալ տարի ունեցավ բավականին մեծ keynote ելույթ Արմենը Նուրբենկյան, այս տարի կենտրոնական բանկի նախագահը արդեն խոսում էր նրա մասին, թե ինչպիսին է առհասարակ պատմությունը եւ ուր ենք մենք ուզում գնալ, հիմա բավականին թեժ քննարկում է հենց այս պահին նաև այդ ուղղությամբ եւ այսօր մենք ունենք կարգավորում, այսինքն եթե հետաքրքիր չլիներ, եթե չլինեին այդ քննարկումները, միգուցե այլ փոփոխություններ կլինեն եւ մենք վստահ ենք, որ նաև այս քննարկումներն են բերում նրան, որ լսելի է դառնում առհասարակ էկոսիստեմի կամ շահակիցների ձայնը եւ հիմա օրինակ բավականին թեժ հարցեր են տալիս տարբեր մասնագետներ, ովքեր որ շահագրգիռ կողմեր են, նույն այս կարգավորման, իսկ առհասարակ ներդրումային առումով եւ բիզնես կապերի առումով Doing Digital-ը առհասարակ անփոխարինելի հարթակ է եւ դա է վկայում այն գործընկերների շարքը, որը որ մենք ունենք, այդ վստահությունը, որ արսից 3 տարիների ընթացքում ձեռք ենք բերել, ինչպես նաեւ խոշոր տեխնոլոգիական գիգանտների մասնակցությունը միջոցառմանը, այնպիսիք ինչպիսիք են Visa-ն, Amazon Web Services-ը եւ նաեւ հնարավորություն կա օրինակ հենց Amazon-ի ղեկավարության հետ առանձին հանդիպումներ ունենալ, բիզնես լուծումներ քննարկել եւ հենց տեղում Doing Digital Forum-ի ընթացքում ունենալ որոշակի գործնական պայմանավորվածություններ, ինչպես նաև ծանոթանալ այն բոլոր գործընկերների ծառայություններին, առաջարկներին, ովքեր որ այսօր ներկայացված են այստեղ։ Ինչպես նաև գիտելիքը, որովհետև մեզ Doing Digital Forum-ի կարևորագույն սոցիալական պատասխանատվության ուղղությունն է եղել հենց առհասարակ երիտասարդությունը, ապագայի սերնդին ներգրավելը եւ մենք այսօր ունենք Հայաստանի տարբեր մարզերից ուսանողներ, ունենք AI Generation Fast հիմնադրամի եւ կրթնախի համատեղ ծրագրի աշակերտներին, էլի Հայաստանի տարբեր մարզերից ներկա, այսինքն ապագայի սերունդն է ներկա այստեղ եւ մենք վստահ ենք, որ այս քննարկումներին մասնակցելով նաեւ հնարավորություն կունենան ել ավելի լավ ապագա կերտեն արդեն մեր սերունդների համար։
այսօր մենք իրոք տեխնոլոգիական ցունամիի ալիքներին դիմակայելու բավականին հետաքրքիր թեմաներ քննարկեցինք։ We are together creating magic. Այս մեսիջը, որ մենք իրոք միասին ստեղծում ենք մի աներևակայելի, հետաքրքիր, էներգիայով լի, մոտիվացնող, հարթակ, կոնտենտ, շարունակություն, մտածում ենք ամեն խոսքից եւ ելույթից հետո եւ վստահ եմ, որ մենք կհանդիպենք հաջորդ տարի Doing Digital Forum 2026-ին։ Կտեսնվենք։